Բարի լույս, բարի լույս սիրելիներս, բարի լույս հարազատներս, մեր մոտ, ես չգիտեմ ժամը քանիսն է, բայց համենայն դեպս այս վիճակն է իմ տանը, մաքրել եմ, լվացել եմ, սենց իրուն փայլացրել եմ ու գիտեք, որ լվացած հատակը չեմ տրորի մինչև ուրեմն չչորանա, եկեք տենանք ժամը քանիսն է, 11:41, մինչև այս պահը մենակ նստել եմ այն դեպքում, երբ որ մորս հետ կոֆե ենք խմել, ստեղ ճուտի շիշն եմ դրել չորանա, ստեղ կաթսաներս եմ փայլացրել, ճուտի շիշը հետը ստանելու եմ, այսինքն ճամփա եմ գնալու, ստեղ էլ լասեք, այն թվերին հիշում եք, այն ցուրտ ու մութ թվերին, որ ջազվեն ձեռներուս ման էին գալիս, ես փոքր երեխա էի, բայց լավ հիշում էի, էլի, մեր հարևանները մեկ էլ որ կոֆեն է փած լցրած ձեռներուն գնում էին հավաքվում, նստում խմում, այս անգամ ես տոճ էտ օրն եմ ընգել, աստիճաններս էլ եմ պլացրել, ես էլ ասում եմ, որ քննարկողները թեմա ունենան քննարկելու, բա ասենք ոնց կլինի տունդ մաքրես աստիճանդ չմաքրես, չի կարա լինի տենց բան, երեք ուրեմն այս շկաֆը որոշել էի, որ հանեմ, սիրելի հետևորդներ ջան, բայց չէ, սա ուզում եմ վերեմ դնեմ այն անկյունը ու այն տեսարանը վերացնեմ, ավելի կոկիկ ու հավաք ստացվի, սա էլ կլինի երևի թե կոշիկների դարակ, չգիտեմ, ուղղակի թութոներից մի հատ բարի լույս ասենք, բարի լույսներ, սոված եք մնացել, սաղ պշոնք են կերել եք, ես հաձես կուտիկ գտամ, կուտիկներ, ես ստեղ, սրտիկներ ջան, ստեղ բացում եմ, ինձ ներող ես պահը, ես էլ եմ հանելու, ուղղակի ուժս չպատեց մենակ հանեմ, ջան եմ ասել, ջան, իմ սարք ու սիլահով եկել եմ, կոֆեիս բաժակնամ, կոֆե սահրես, զապրավկա արած, եկեք մի հատ, ես պահին կարոտել էի, որ ճիշտն ասեմ, ուխայ, ստեղ էլի լվացք եմ նախապատրաստել, էսա տղես էլ տուն գա, ոտից գլուխ փոխվի, որ կասեմ ինչ ենք անելու, հիմա սիրելիներս, պաչիկներ բոլորիդ, ես ինչքան ես ուրախ եմ, ստեղ են է ասում, ես ինչավ ես սորամ, չէ որ այսօր իմ համար մի մեծ տոնամ, իրոք որ մեծ տոնամ, խեք թարթիչիս այս անկյունը շատ է, չէ խիտեղ է, սկսում է ինձ նյարդայնացնելը մի այլ կարգի, ախպեր իրոք բնականից լավ է չկա, ուղղակի ես իմ բնավորությունը լավ գիտեի, մինչև չանեի չիմանայի ինչա, այդ միտքը գլխիցս չէի հանելու, հələ տեսեք, քանի ամիս խռում եմ այդ միտքը իմ գլխում, սիրելիներս, անուշներս, սիրուններս, այն օրը պատուհաններս հոսր թել եմ, անջրերն եկել ու սենց հառամելը, բարիս ուղիղ իմաստով, սիրուններս, հիմա իրիկունը ժամը մեկին եմ քնել, բայց հեչ փոշմանալ չեմ, ստեղ մեղությունը սենա, որ Ալո, մարեջան, դե լավ,
Հա, եղավ, այ երեխեք ջան ինձ ուզում չեն համիշտող այ լավ բան ա որ շփվում ես համեր մեն ուզում ես գործերը տանես շուտ առանցից հանես որովհետև երկար ճանապարհ ունեմ ֆերոյի հետ Հիշում եք այդ ռեկլամը հլա ասեք Էս ինչ հովեսորա Չէ որ ես օրիմ համար մի մեծ տանա ջան Վայ ես ինչքան եմ ուրախ Ոնց կարամ իմ ուրախությունը չբարձրաձայնեմ, չասեմ, ձեր հետ չկիսվեմ, ասեք տենա։ Գիտեք առավոտ բարգեսախառը, մաման էլ եկավ, ապրիկով ես որեփեց վախտին։ Մամաս էլ եկավ, նայեց, հավանեց, ախորոներ է, հետո նստենք մի քիչ զրից անենք, վաղուցա այս խոհանոցից իրար հետ զրից մրից չեմ կարել, սկան տեղը գնացի մեր լորվային խուլ, ջուղերն ընգա, գեղերն ընգա, բայց որ տրավմադրությունը բարձանում է, մեկ տեն ծանկապ բաներ ուզում եմ ինձ թույլ տամ, տենա մարդուն մար ինչ անեմ, ինչ ասեմ, ախր, վարպետի գրած, գծած, ջնջած, ես չգիտեմ թե ինչ արած, ու խայ, երեխեք ես ինչ ուրախ եմ, ես ինչ երջանիկ եմ, այ չապ չկա չեմ կարում էմոցիաներս կառավարեմ, ովքեր էլ կասեն, չտես ոնց կարա սենց բան տենա, են որ համարյա թե հասել եմ իմ երազանքների խոհանոցին, կհիշեք չէ, որ ես ասում եմ ես երազել եմ սպիտակ խոհանոց, բայց սպիտակ խոհանոցն էլ մի խոսքով չմանրանա։ Դրա համար գոնե կեսով չոպը ընտրել եմ սպիտակ իմ երազած սպիտակ խոհանոցը լրիվ ուրիշ ոճի է, լրիվ ուրիշ տեսքի է, բայց սրանից էլ շատ գոհ եմ, շատ շնորհակալ եմ համ իմ ամուսնուն, համ Աստծուն, համ էլ ձեզ, որ իմ հետ այդքան ուրախանում եք։ Դուք էլ ունեք ձեր ներդրումը, ձեր բարիդրացիական էմոցիաները, ձեր հավեսը, ձեր կամքը, ցանկությունը, ուղղությունը, երեխեք ջան, շատ ապրեք, առավոտը մամայիս հետ եկա, կոֆեն բերել ենք խմել դռանը։ Մամային իրիկուն նասյալի գնանք տես, ասմա չէ, ես առավոտն եմ ուզում գամ տենամ, որ արդեն ամեն ինչ հավաքած մաքրած գրնի, ընդեղ էլ միկրոֆա։ Տեսանյութում կտեսնեք իրիկունը ժամամեկներ Անահիտս, դում է, զիլե, վայ ես ինչքան եմ ուրախ, մեկ որ սենց ուրախանում եմ ջրի կանում, հետո որ նայում եմ ասում եմ լավ էլի անայ, ախր դու կարաս այդքան ջրի կան, բայց պաստորեն կարամ։ Նեղությունս ենա, որ ստեղ կուզեմ կլոր սեղան ունենամ, չունեմ, վստահ եմ, չունեմ կունենամ, համբեր է դա պետք, ասմա համբեր է, հոգից համբեր է, ես հոգին ենքան է համբեր է, սեղանն ինչա որ չհոպեր է, բայց շատ եմ ուզում կլոր սիրում սեղան, ես անի կանգսի ջղայնանալու, բայց ոչինչ, մեկ կարամ, չէ ես էլ իմ կամքը թերադրել, մամաս էլ ասում, այսքան մեջին, այս որ փակվեր շատ լավը կդներ, ասում եմ այ մամ, մի կան չի ուզել, հադե ասում եմ,
այդ ուրիշ բան։ Մի խոսքով, սիրելիներ ջան, շատ ուրախ եմ, շատ չափից շատ։ Ուրախությանս չափ չկա։ Սրտից թրթիռով են ինչքան էի սպասում, ասում Աստված ջան։ Գալու այդ օրը, որ ես իջնեմ ներքև, արդեն հույս ու հավատս կորցրել էի, երեք այն վերևից գազոշի սրբեցի, տեղը տեղին էլի, ոչ թե հենց ուղղակի ամեն օրվա նման, որովհետև այսօր պատրաստվում եմ ճամփա գնամ, ու ոնց գիտեք Անահիտը ճամփա գնալուց առաջ վերևը լի ներքևը լի սաղ պետք է խառնի իրար, մի հատ փայլասնի մաքրի ու հոգնած, ջարդված ճամփա ընկնի, ես որ ասում եմ, ես գնում եմ Երևան եմ համ վայելում Երևանս, համ էլ հանգիստս էլ հետն եմ վայելում, հավատացեք, որ դա իրոք այդպես է, որովհետև սիրելիներ ջան, եթե ժամը 1-ին քնես իբր, մինչև քնեցիդ հիշում եմ, որ վերջի անգամ ժամը տեսել եմ 2-ից 7 էր պակաս, ասում էի Աստված ջան, քնեմ էլի, ինձ օգնի քնեմ, համ իմ էմոցիաների չի կարող քնեմ, համ էլ հարևանի շունը հաչալու մաչալ, մինչև չեմ հիշում ոնց որ քնել եմ։ Ժամը 10-ը անց էր, որ կահույքը հավաքվեց, պրծավ, ես ասում եմ, վայ Տեր Հիսուս, շնորհակալ եմ քեզ, Տեր ջան, ամենակարող Տեր ջան, շնորհակալ եմ քեզ, ով ինձ կծաղրի, ով ինձ մեկենա եմ, ես կլտ անձնականից նամակ եկավ, հավատացյալ մեռնում ես, ես անում, ես անում, վայ երեխեք ջան, հավատքից ոչ մեկ չի մեռնում, հավատքից ընդհակառակ ուժ է ստանում, էներգիա է ստանում, ապրելու ցանկություն ես ունենում, մոտիվացիա ես ունենում, ամեն ինչի մեջ լավն ես ուզում տեսնես, այնպես որ եկեք սիրենք մեր հայությունը, եկեք սիրենք մեր հավատքը։ Այդքան մի բան, ես իմ կոֆես խմեցի, ընկերուհիս էսա գալու է, ասել եմ չեք մտնելու կուխնի, որովհետև այս թազակուխնը մի համով բան չտեմ, տխի որ հավեսով, սիրուն, հաճելի ձևով նստենք ու կոֆե խմենք, հաստատ տենց արնելու, մեկ էլ ոնց եմ ուզում, որ կլոր սեղանում ենամ, այ որ երեխին տանում եմ մարզումների, ընդեղի բալկոնում կա կլոր սեղան, շատ դուրս գալիս է։ Այդ չափի պուճուր սիրուն կլոր սեղան ունենամ 2-3 հոգու համար, պետք է դեպքն փառք Աստծուն, գիրքը կա, կբերեմ, կբացեմ, կդնեմ, այսա որ Նիկան լսի ասելու Աննա հերիք հա, թող ապրենք, ես էլ ոչ մի կոպեկ, ոչ մի տեղ չեմ տալու, ես էլ ասելու, դե ես կսպասեմ, ընդամենը ասում եմ, բայց իրոք անկեղծ եմ ասում, մի հատ սիրուն կլոր սեղան եմ ուզում ժողովուրդ։ Այ, շատ եմ ուզում, որ ենա գաս են սիրուն համալրի, ես ամեն ինչը, վարակույրս եմ փոխել ուզում։ Այսօր մաման ասում եմ, վարակույրս այա մնում, ասում եմ, դե հա, հլա որ հա, մինչև տենանք ինչ արնեմ, բայց ուզում եմ փոխեմ կարճ վարակույր եմ ուզում դնեմ, Են էլ ինքը 6 մետրա, որ խուճուճ կախես, դառնում է կրկնակի ու կրկնակի էլ գումար առնում, դրա համար այս պահին սենց ենք անում ու պրծնում։ Հմի այսքան եմ չի եմ ասում, որովհետև դուք իմ հարազատներն ու բարեկամներն եք, դուք իմ լավը կամեցողներն եք, հենց դրա համար էլ ասում եմ սիրելի հետևորդներ, ջան ու ջան, իմ բարեկամները դուք եք, իմ հարազատներից մի մասնիկն էլ դուք եք, որովհետև փառք Աստծու ես ունեմ լավ հարազատներ, լավ բարեկամներ, բարի գիշեր բարեկամներ, ձեր ցավտան Անահիտն այսօր գժվել է, այ մամա ջան, ես
այս վարակի ուրախությունը սենց ուզում եմ բոլորիդ վարակացնեմ իմ վարակի ուրախությունով բոլորիդ տներեմ այս սենց մենակ չասեք երեխայա կորել ես ցավում եմ բայց ես իրավունք չունեմ բարձրաձայն եմ որովհետև ես ոչ այդ երեխին ազգական եմ ոչ աստված ոչ անի իրանց մաման ու պապան եմ ու ես ծնողի վիշտը հարգող մարդ եմ չհամարձակվեք ինձ նման մի բան հանկարծ գրեք որովհետև տեսակ շատ կոպիտ ասեցի իսկ որպես մամա որպես ծնող որպես քրիստոնյա մարդ իմ հայ արյունն է իմ հայ մասնիկն է բաժանս ցավում է ոնց կարա չցավը այնպես որ այդ կեղծ ջանասիրությունն ու հայրենասիրությունը սենց կողք դրեք ու ձեր կյանքով ապրեք Վայ, այս պահին բերանս չի գնում փակվել, ուզում եմ անընդհատ ժպտամ, անընդհատ ժպտամ, ու վсё, ու ձեզ եմ ուզում վարակեմ իմ ժպիտով, սիրելի հետևորդներ ջան, ունեմ անթերի խոհանոց, քանի մամաս էլ հավանեց այս սալիկները, վայ ասում, այս ինչքան է լավը, այս ինչքան է ընտիր, այո, սենց որ ասեմ Նիկան լսի վրեժ ջղայնանալու եմ, երբ որ սարքում ենք, ասի թողել էիմ ուզածներնի, ասավ չէ, պետք է իրար հետ լինենք, իրար հետ քննարկենք, ասում ես գիտեմ, որ դու ես ամի 3 տարի հետո նորից քանդես, նորից ես ռեմոնտ ուզելու, թող գոնե սենց լինի, ասում եմ ես ես ռեմոնտը մինչև իմ մահքերեզման կտանեմ, թող գոնե լավ ասավ ընտրի որ սալիկն ուզում ես ինչ ուզում ես արա, բայց չափը չանցնես, դե չափն էլ չափավոր մարդը ոնց կարա չափն անցնի, ծիծաղելով ասում է հիշի չափի մասին, ասում եմ հիշում եմ ոնց կարամ չհիշեմ, ասում է չէ դու մեկ սիրում ես մոռանաս, ասում եմ Ալեքսը չի թողա մոռանամ, դե չի ենք տենց ասում ժողովուրդ, որովհետև էսա գնամ Երևան, ուղիղ մի ամիս Երևան, ընդեղ էլ մեր օրը սիրուն ենք դարձնամ ու այդ ամեն սիրուն օրվա համար էլ սիրուն պետքա ոնց ասեմ օգտագործես գումար իսկ ես այս անգամ լրիվ դրեցի իմ տանը իմ խոհանոցը որ ես էլ ինձ լավ զգամ որ ես էլ ինձ ոնց ասեմ ես էլ ինձ գնահատված զգամ հա ու ասենք այնքան էի ուզում որ ես դուրս բացեմ ու այսենց դատարկություն տեսնեմ ես ճարս կտրած այնքան ա եղել ստեղեն եմ դրել ընդեղեն եմ դրել ճարս կտրած նմանությունից գնացել եմ օրինակ սուրճի աման ներառել ինչա թե իմ համեմունքների սեթի հետ սազագոն է նմանը նմանին գտանի այդ տարբերակն եմ օգտագործել իսկ հիմա ուզում ես նման դիր, ուզում ես չալ դիր, ուզում ես չուր դիր, ուզում ես չալ ու չուր դիր, ստեղ իտով ոչ մի բան չի դրվել, ու սա սենց դատարկ, սիրուն, մեկ էլ մամաս ասում է, սենց մտքումս ասում եմ աստվածին, իմ սրտից է էլի խոսում, ոնց է չէ ծնողը պահի տակ զգում էլ երեխի, երեկ մաքրում էի ու ասում էի աստված ջան, ինձ այնքան հնարավորություն տուր, որ ես ինձ թույլ տամ գոնե 3 հատիկ վարդ թարմ, միշտ ունենամ իմ խոհանոցը, մաման ասում է այսքան սիրուն տարածության մեջ, կարաս այս սիրունությունը շեղես մի բանով, սենց ասում եմ այ մամի, ինչ ես ստեղ ոչ մի բան չեմ պարտավորվում, որ դնեմ, չեմ ուզում ոչինչ դնեմ ստեղ, ոչ ամանի գուպ կա, ոչ մի տենց բան չի լինելու, ժողովուրդ ասում է, բայց ես ուզում թարմը ծաղիկներ ունենաս, ասում եմ ուզում եմ, դե հա, հմի կա որ ծաղիկն ասենք էժանա, բայց քանի ցրտի արդեն մի խոսքով, եթե ես 10 անգամ ծաղիկ առնեմ, չէ, ես մտածում եմ, որ Ալեքսին մի ուրիշ լավ բան կանեմ, մի գիրք, մի խաղ ավել կառնեմ շատ էլ, ես դրանք ձեզ ցույց չեմ տալիս, որովհետև Ալեքսը չի ուզում, ասում է, ես չեմ ուզում ոչ կարդամ, ես գիտեմ, որ ես վատ եմ կարդում, իմ վրա կծիծաղեն ու դրա համար էլ երեխեք ջան, հետո կողքից ինձ մի անգամ ասում են, որ բանա
մարդիկ կան, որ ասում են, դե ես բժշկուհի եմ, ոնց կլինի շփվեմ հասարակ մարդու հետ, այ բժշկուհի ջան, եթե դու ձեռդ դրել ես Հիպոկրատի գրքի վրա ու Հիպոկրատի երդում ես տվել, դու չես ուզում հասարակ անօգնական օրինակի համար մի մարդու հետ շփվես, թեկուզ նրա վրից վատ հոտ է գալիս, թեկուզ նրա վրից ինչ ասեմ ոսկեղենու պարֆյումի ընտիր հոտեր չի գալիս, ընդամենը վատ հագուստով մարդ է, ուրեմն դե ոնց կլինի դու բժշկուհի մարդ, խոսքի ոնց կլինի էլի մի հատ հասարակ մարդու հետ շփվես, չգիտեմ, էդ իմ համար չի, ամեն դեպքում գլխումս չտեղավորվեց այդքանը, որ իմացա, մեկ էլ կա, չէ, սենց բան, մեր թվերին օրինակ կար, ես միշտ դեմ էի, միշտ ատում էի այդ պահը, այն որ գերազանցիկը գերազանցիկի հետ է շփվում, նա ինչ գիտի, նա էս, նա այն, տո նա ընքան բան գիտի, ես մի անգամ ասեցի ու կտտանքների ենթարկվեցի, բայց ոչինչ, ասեցի տո նա այնքան բան գիտի, ինչքան է որ դուք չգիտեք, այդքան բան, դրա համար ես չգիտեմ, տեսակով ես տեսակն եմ, ես էլ իմ թերություններն ունեմ, ես էլ իմ առավելություններն ունեմ, այս տարածքը ինձ այնքան հոգեհարազատ է, իմ համար այնքան թանկ է այս տարածքը, իմ սև ու մութ օրերի տարածքն է, իմ դառը հիշողությունների տարածքն է, իմ մենակ օրերի տարածքն է, այն որ բայց մարդ այնքան ուժեղ ու հզոր կարա լինի, որ այդ ամեն ինչը սենց շպրտի ու ուրախ զվարթ, տեսեք պահի տակ ուրախությունս, ոնց որ չես կարում էլի հին օրերդ մոռացած լնես, այնքան եմ ես այս տարածքը արտասվել, որ Աստվածին տուր ինձ մի երեխա, ինչ կլինի, խնդրում եմ քեզ, մի խոսքով սենց բաներ ու էլ այդ գրառումներս կարդում եմ, որ Տաթևի մաման գրել է, ասում է, ես քո հետևորդն եմ, թող Աստվածին, վայ Աստված ջան, թող Տաթևին էլ տուր, տո բոլոր Վարդուհին, էլում գիտեմ, Ռուզաննային, բոլորին էլ տուր, բոլորն էլ իմանան մայրության բերկրանքը, այդ մամայական պարտականություններից թող զզվեն, բայց իմանան այդ ինչա, այն որ սենց լիքը ու մաքուր սրտով եմ ասում, որովհետև ես քաշել եմ դրագինը, ես գիտեմ, դա այդ ինչա։ Հիմա երեք Ալեքսը սենց նայեց, դեռնիկայի հետ չեմ էլ խոսացել, չեմ էլ ասել, սենց անում, ասում մամա, բայց դու ինչի խոհանոց սարքեցիր, ասում եմ Ալեքս, որ սիրուն լգնի, սիրուն տեղ նստենք, հաց ուտենք, մեզ լավ, ասում մամա, ավելի լավ չէր, ես սենյակ եմ ուզում, դու իմ համար սենյակ սարքի, ու ռեմոնտ արա, ու ես ուզում եմ ասում, որ մեր դուռը զանգ ունենա, վարպետն էլ ստեղ է ստալիշնիցան ակտրում, որ լվացանը մեջ դնի սենչուր լայկել նայմ, ասում ես ինչ ասում, ասում եմ հեչ, բայց եկեք ասեմ, որ ճիշտ է էլի ասում, այս տան մեջ, այսքան մեծ տան մեջ, երեխեք սարքում ենք, դեռ նպատակներ ունեմ, ես գիտեմ, որ ըլտնելու եմ, իմ յուրահատուկ բալայի, յուրահատուկ սենյակներ առնելու ու մի օր էլ այդ ուրախությունս եմ ձեր հետ կիսելու, մտքիս ծերով անգամ չեր էլի անցնի, որ ես կունենամ սենց խոհանոց, որովհետև իրոք լացս գալիս է, որովհետև երբ որ Նիկային շատ խնդրեցի, ասում եմ, խնդրում եմ էլի, ստեղ դնենք, ինքը չի ուզում իրանց հին տան ձևը փոխվի, հասկանում եք, խնդիրն ինչմա, ասում եմ, ես տեղ եմ ուզում, կատեգորիկ ասում չէ, ասում եմ, Նիկա, հա լավ, քու հորդ հարգել ես, մորդ հարգել ես, քու զավակական պարտականություններն ու պարտքը տվել ես, ախր իրանք վերևից էլ կուրախանան, որ մենք դեպի լավն ենք փոխում, ասում չէ, ես վերջը, ասում ես իմ հորս մի խոսքով, բայց
երբ որ շատ խնդրեցի, ասում եմ, ստեղ գոնե 2 շկաֆ դնենք, հետո ինքն էլ հասկացավ, ասավ լավ, կանչի, վարպետին կանչի, զանգել եմ եկել է, երբ որ ասավ 2 դռնանի, հասկացավ, որ չէ, քիչ ասմա թող լինի 3 դուր, 3-ն էլ որ բերեց դրեց, այն կողմը դատարկ էր մնամ, էտա հարցրի նորեջնիկային, ու սենց ու իրոք իդեալական ստացվեց, երեխեք շատ ես իմ ինչ թանկարժեք ու ինչ չի, բայց իմ համար ամենաթանկն է, ամենայն գտնված երազանքներից մեկն է, որովհետև ամեն կին էլ ուզում է, չէ, սիրուն ունենա, լավն ունենա, լավը վայելի, չգիտեմ, ինձ թվում է անգիտակից մարդի մոտ ամեն ինչ մի ձևով կգնա, գիտակցված մարդը արդեն ուրիշ ձևով էլի կգնա, այնպես որ շատ ասեցի, շատ խոսացի, ուրախությունս ու սրտիս թրթիռը ձեր հետ կիսեցի, բայց այսօր ես ճամփորդ մարդ եմ, ճամփա եմ գնալու, դեռ մաքսեր ու գործեր ունեմ, ուզում եմ, որ ամեն ինչը մաքսեմ, փայլացնեմ, նոր գնալ, թեպետ ընկերուիս ասմամ այդ խասյաթդ վերացրու, տունը պետք է այն վիճակի թողած, որ այդ տունը իմանա քեզ սպասում է, ես տենց բաներին չեմ հավատում, բայց մի կողմից ճիշտ էլ է ասում, չգիտեմ, ստեղ լվացանը տեսեք ջուրը դրած չի, որովհետև ասավ մոնտաժի գործնի միջի, իմ ժամանակն էլ այսօր, այս պահից սկսած հաշված է, որովհետև մենք երեք երկի չենք գնացել, այսօր ուզում եմ երկի գնանք, որ ոչ մեր ընկեր Գայանային նեղացնենք, ոչ էլ Ալեքսս էլ անեղանում, որ չենք գնում երկի, հետո ուզում եմ գնամ մազերս չենեմ, հասկանամ ինչ եմ հագնելու, երեխեք, մենք ծնունդի ենք գնալու, տորթ եմ պատվիրել, այդ տորթը ոնց եմ տեղ հասցնելու, չգիտեմ, հետո չորացավ սաղ ինչ լավ է, ռեստորան ենք գնալու, դրա համար թիթիզացա, մի քիչ արհեստական տեսք ստացա, հաջորդը երևի լամինացիա կանեմ, էլ սենց չեմ անի, որովհետև իմը չի, չեմ հարմարվում, ինչքան ուզում է տեսքդ փոխում է, այդ պահը դու կոկիկ ես, ես, ուխա ինչ թարմության ատ եկավ, բայց դա իմը չի, սիրուններս, հիմա ինչ անեմ, մազերս, ճան, սաղ սիրուն փայլուն մնացել է փոշիներս, մեկ էլ Ալեքսս տուն գա, հասկանամ, ընդեղի պատվերներս էլ իջացրի ներքև, իմ շկաֆում սիրուն կտեղադրեմ, մնում ամազերես միատ շնորքի բերեմ, հետո հասկանամ ինչ եմ հագնելու, ստեղից ինչ հագուստով եմ գնալու ու տեսնեմ որտեղ ենք հանդիպելու, պետական մարմինների հետ էլ գործ ունեմ, չգիտեմ հասցնելու եմ թե չէ, այստեղ արդեն օրը կիսվել է այս կոմարի, այն կոմ գնա ու Ալեքսիս լուքն ենք ընտրում, ինչ հագնի, մտածում եմ սա էլ կհագնի, ընտրությունս ճիշտ էր, հայլում քեզ նա է տես դուրդ գալիս, Այն մյուս հայլում էլ կարաս նայես, դու ես կգա, ճիշտ էլ ընտրել էի, թող դա հագնի, շատ լավ է, վсё
Մնացինք, կարում է գալիս սկսել մնացրանով, հետո գնանք Արուշիկին քույրիկը։
բարձրեցինք։ Բարձր ասա։ Գնացինք Անուշիկին քույր։ Շաբաթ-կիրակի զբաղվում ես, լսում ես, որ երկու շաբթի կգա կանայի։ Այ երեխեք ջանեց, քան բանի հետ էլ չուզեցի, որ երկից հետ մնանք, ասի կամ երկի, լոր գնանք։ Լավ է երկեց հարավեսից։ Վախ գիտի, անդերիս ջան։ Սուրժի չի մա, որ դու չունես։ Սարը տվեց արդ։
Արի Ալեքս։ Այնքան խառը ստացվեց, էլ ասելու չի, որ ճիշտն ասեմ չէի ուզում գայինք, զուտ ամաչելու համար եկա, բերերեք պետքա գայինք սելավեր չեկանք, Բայց լավ արը այսօր էլ բացվեց եկանք, հա, լավ է երկեց մանադեցից մալադեց, ինքնագնահատականը բարձր Ալեքս տղայդ լավ է։ Հիմա կես շամ ժամանակ ունենք, հենց ես ինքը ինչ անելիք չունեմ, տորթը բերել են, առանձին շորտ վիդեոյի նման վիդեո եմ նկարել, բայց այսօրվա վլոգում չեմ ներառել, հագնելու հարցում Մեսա կգնանք, ցույց կտամ երևի ստեղել տորթը, հագնելու հարցը մի քիչ հացենց երկմտանքի մեջ են գա, խես արևը կադրվարում, համամ թե չնդեղ լարա կախած ես քեզ ասել եմ լարերից գշ, հա, վայ թե լարա կախած որտեղ գնանք հացել եմ ես, Ես թվում է ռեստորան էլ սրանով կգնամ, մեկ մի հատ սիրուն շորիկ էի ուզում հագնեմ, արի Ալեքս, Հենց ասնեմ փողոց որ չկցան ավտոբուսով հա, հետո հասկացա որ չէ, սա էլ է սիրուն, դպրոցի առաջը, Եթե կշոքեմ կոստյումս կհանեմ, եթե չէ, հենց կոստավել կմնամ, ես շալվարով, սպիտակ ու կանաչ ոտքասներով, Ալեքսիս լուքն էլ տեսակ, Ալեքսը միանշանակ նա կհագնի, թազայա, թողտաշի տուշիների մեջով սկսնի իր հագուստի հագնելը, նա արագի մեջ գնանք տուն, փոխնորդը դրել են, բայց սումկի մեջ չեմ դրել, մնում ասումկի մեջ դնամ, Դա տաքսին 6-ին գալու է, 3 անգամ լվասկ եմ արել, հա դու տեկաս, այդ 3 անգամ, ինչ էլ գտնում եմ այդքան լվանալու, ես էլ չգիտեմ, Հիմա տատիմար լյասաման կուզեի կաղեի, լապանամ կլնի, կաղել, այդպիսի բան ես, հավակվենք, ինչքան ուզում ես վեշերով չգնաս, ասում եմ էլի, երազում եմ, առանց վեշերի մանգամ, Իտո չի ստացվում, ոչ մի ձևի չի իլնեմ, այդ այնց բաներ, չգիտեմ, stay star and date bears, երևի, կյանքի օրենք նա էլի էդ, մարդ ենք ապրում ենք, աշխատում ենք,
Այսօր սկի ջուր չեմ խմել։ Այդքան է լավ հիշեցի։ Մամա, ես ես։ Հա։ Ունես, բաց ունես։ Ծով գնալուց օգտագործեցիք։ Տնա մեզ տարի կարանք։ Գալիս ես։ Ենքան եմ վասվզը։ Ճուտոներից գնացել եմ կերարել երեխեքիս։ Են իրակ երեխիս համար։ Տակները մաքրել, ջուրը փոխել։ Որ խիղճս հանգիստ գնա։ Գնանք մի քիչ փոխվենք, դիցքաթափվենք, Ես փոխվեմ։ ուրախանանք, հավեսով քեֆ անենք ու գանք։ Այ վայ։ Են մյուս գործս էլի չեղավ, բայց թե ինչ անեմ։ Հերթագրվել էի, այն էլ պատկերացնում եք ինչ անարխիա է։ Մարդուն հերթագրում է, հետո զանգում ասում արագի մեջ արձակուրդ հագնում։ Պահմի էլ չասեմ, են սիրում բաներից։ Դա ինքան հարում արա այս շալվարը, ինքան եմ սիրում, ես իմ ես կրիվ ճարդել շալվարը, էլ ասել է չի, էլ ասել է չի, գալիս ես ամետ, Ալի Պրնի շշուտար Ակնոսներս Գարակ որսում կիսպեչ Հոպպա Մազերս խարնվեց Մեր տաքսին դեր չկա Ահա, յասամանը քաղում են, լավա, էտա, ուրեմ կկարանանք տանենք, շատ լավա ճիշտ ակը ճլորի, այս թե մի շորով կպաթաթենք, այս ինձ բաներ, տանից տուն տաքսիով ենք գնալու ես անգամ Մաշին կով չեն կարա։ Չէ Կալը երևի մարշրուտկով Ուզում ես մաշին կով գնա։ Դու միշտ գործ ես այ անում Մամա, ուզում ես մաշին կով գնայինք։ Չէ ասի ջան Ես սիրում եմ Այ Այն մեր տաքսին չկա մեր։ Դա դեռ շուտ է տաքսին Հատա ես ես պահվում Հա Հա, ինչ անենք Տաղիքներն է կաղում Ահա գնում ենք ճանապարհը այս են սիրուն Ես ուղղակի չեմ կարում նկարեմ որովհետև Իմ պարտականությունն է խմորեղենը նորմալ տեղ հասցնում Այս
Այս մյուս մեքենայից են բալիկները մեր տորթին են նայա։ Ահա Արդեն հասել ենք Երևան, տորթս նորմալ է, այս է մեր սիրելի Երևան։ Հա։ Կեսը։ Չեմ հավատում։ Իրոք։ Բախի։ Հա։ Այ։ Սաղ սալամատ հասանք տորթով հանդերձ, այս է,